Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հարգելի լրատվամիջոցներ, մեզ դիտող Հայաստանից եւ դրսում դիտող սիրելի հայրենակիցներ։ Երեկ մենք ականատես եղանք Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության դեմ բռնարարքի հերթական քայլին։ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին 2 ամիս ապօրինի կալանքի տակ պահելուց հետո իրենց ոդքասթի ընթացքում հնչեցրած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին արձագանքելու համար կալանավորված Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի երկամսյա կալանքի որոշ խափանման միջոցի հարցը քննարկելու ժամանակ դատարանը փաստաբանների բոլոր փաստարկները, հիմնավորումները լսելուց հետո առանց աչքը թարթելու առանց 1 րոպե անգամ հետաձգելու իր որոշումը կայացրեց 3 ամսով կալանքը երկարաձգելու որոշում, դառնալով Հայաստանի Հանրապետությունում իրավական խուլիգանության հերթական օղակը։ Անտիֆեյք ԵՄ-ի դեմ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ այս ապօրինությունը սկսվել է նոյեմբերի 13-ին բնակարանների խուզարկությամբ, Անտիֆեյք ԵՄ-ի տեխնիկայի առգրավմամբ, որի զգալի մասը մինչ օրս վերադարձրած չէ։ Եվ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 2 ամիս անցկացրել են բանտում։ Նարեկ Սամսոնյանը ոդքասթի ընթացքում պատասխանելով ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին ընդհանրապես արտաբերել է հետույք բառը։ Ես չգիտեմ, արդյոք Հայաստանի բանտերում այսօր կա որևէ մեկը, որը կալանավորված է զուտ 1 բառ իր հաղորդման ընթացքում արտաբերելու համար։ Սա հատուկ շեշտում եմ, որպեսզի պարզ լինի, որ սա միայն Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ Անտիֆեյքի խնդիրը չէ։ Սա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։ Որևէ մեկը ապահովագրված չէ, որ հաջորդ պահին իր հաղորդման ընթացքում կամ հրապարակային որևէ վայրում արտաբերելով որևէ բառ կարող է հայտնվել ջաղերի ետևում։ Այն էլ ոչ 2 ամսով, այլ արդեն դատարանի որոշմամբ 5 ամիս ժամկետով, եթե 3 ամիս կալանքը շարունակվի եւ որևէ բան այդ ընթացքում չփոխվի։ Արդյոք Հայաստանի բանտերում կա կալանավորված այս պահին մարդ, ով 5 ամիս անցկացնելու է բանտում միայն ազգային ժողովի խոսնակին վիրավորանքներին ի պատասխան հետույք բառն արտաբերելու համար։ Վստահաբար ասում եմ, չկան։ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ դա անառարկելի է։ Հայաստանում կան բանտային կալանքի տակ գտնվող, տնային կալանքի տակ գտնվող բազմաթիվ անձինք, վարչական վերահսկողության բազմաթիվ սահմանափակումների տակ գտնվող հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, Հայաստանի Հանրապետությունը սիրող քաղաքացիներ։ Բայց այս աբսուրդայնությունը, որը տեղի է ունենում Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեպքում, չափեր ու սահմաններ չունի։ Եվ կրկնում եմ, սրանից որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երաշխավորված չէ։ Ոչ մի լրագրող, ոչ մի մեդիա դեմք, ոչ մի հասարակական եւ քաղաքական գործիչ ապահովագրված չէ, եւ դա այն բանի հետևանքն է, որ այս իշխանությունները ինչ անում են, մարսում են եւ ամեն հաջորդ քայլով իրենք ցույց են տալիս, որ թքած ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա, թքած ունեն Հայաստանում ժողովրդավարական արժեքների վրա, թքած ունեն Հայաստանում խոսքի ազատության վրա։ Մենք մեր մասով Անտիֆեյք ԵՄ-ի թիմը հայտարարում ենք, որ մենք ստանձնում ենք Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության առաջամարտիկի դերը։ Մեր ընկերները այսօր բանտում են։ Իրենք պայքարում են բանտից։ Իսկ մենք մեր հերթին պայքարելու ենք բոլոր հնարավոր եղանակներով ազատության մեջ, քանի դեռ ազատության մեջ ենք։ Որովհետև ինչպես ասացի, որևէ մեկը երաշխավորված չէ, որ հաջորդ պահին որևէ բառ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ կհամարի վիրավորանք, կրկին կկալանավորվի ու կտարվի բանտ։ Նարեկ Սամսոնյանը այս իրավական խուլիգանության հերթական օղակին ականատես լինելուց հետո 3 դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Տարբեր արձագանքներ կային Facebook-ում, հրապարակային տիրույթում, լրատվամիջոցներում հացադուլի առնչությամբ։ Ուզում եմ պարզաբանել հացադուլի նպատակը։ Կարծիքներ կային, որ դա հուսահատության ինչ-որ քայլ է, որ դա ծայրահեղ միջոց է։ Այո, ծայրահեղ միջոց է, բայց ոչ երբեք հուսահատության քայլ։ Նարեկ Սամսոնյանի որոշումը վճռորոշ է, գիտակցված եւ նպատակ է հետապնդում ցույց տալու այս իշխանությունների
խուլիգանական վարքագծի չդադարող գործելավոճը։ Ցույց տալու, որ Հայաստանում իշխանությունը թքած ունի խոսքի ազատության վրա, թքած ունի կալանքի տակ գտնվող անձանց վրա, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց վրա, այդ թվում եւ հացադուլ հայտարարած անձի վրա։ Սա խնդրում եմ որևէ մեկը եւ որևէ պարագայում չդիտարկի որպես հուսահատ քայլ։ Սա չափազանց գիտակցված եւ վճռորոշ քայլ է։ Եվ մենք հանուն մեր ընկերոջ Նարեկ Սամսոնյանի բարձրաձայնելու ենք հացադուլի թեման, բարձրաձայնելու ենք տղաների ապօրինի եւս 3 ամսով կալանավորման ժամկետը երկարաձգելու թեման եւ այս թեմայով դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, ընդդիմադիր բնականաբար, ովքեր որ իրենց համարում են ընդդիմադիր գործիչներ, բոլոր հասարակական կազմակերպություններին, լրագրողական գործունեություն իրականացնող անձանց, հասարակական քաղաքական դերակատարներին։ Մենք անելու ենք մեր քայլը, մենք իրականացնելու ենք մեր գործողությունները, մենք չենք համակերպելու Հայաստանում խոսքի ազատության լռության ճնշման հետ եւ չենք համակերպելու մեզ լրացնելու փորձերի հետ։ Մենք չենք համակերպելու, որ Հայաստանում զուտ խոսք արտաբերելու համար կան կալանավորված անձինք։ Մենք չենք համակերպելու, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի պայմաններում ապօրինի ազատազրկման մեջ է գտնվում։ Եվ մենք անելու ենք մեր գործողությունները։ Մենք իրականացնելու ենք իրավական, քաղաքացիական, հնարավոր բոլոր քայլերը այս թեման բարձրաձայնելու համար եւ մեր պահանջները ի կատար ածելու համար։ Իսկ որն է պահանջը, կոնկրետ Նարեկ Սամսոնյանի դեպքում հացադուլի պահանջն այն է, որպեսզի իշխանությունը դադարեցնի ապօրինի կալանքը։ Anti-Fake-ի թիմը հայտարարում է, որ մենք իրականացնելու ենք տարատեսակ ակցիաներ, պիկետներ, նստացույցեր, տարբեր կառույցների, կազմակերպությունների մոտ։ Դիմելու ենք հնարավոր բոլոր շահագրգռված անձանց, ովքեր թքած չունեն Հայաստանում խոսքի ազատության վրա, կալանավորված անձանց վրա։ Եվ այս առումով դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջին հերթին, որևէ հույս չունենալով, բայց պարզապես այսպես ռետորական դիմում ենք։ Դադարեցրեք հետապնդումները քաղաքական բանտարկյալների նկատմամբ։ Դադարեցրեք խայտառակ ապօրինի հետապնդումները խոսքի ազատության նկատմամբ։ Դիմում ենք հասարակական կազմակերպություններին, լրագրողական կառույցներին, տեղական եւ միջազգային։ Մի լռեք Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման դեմ։ Բարձրացրեք ձեր ձայնը։ Պահանջներ ներկայացրեք իշխանություններին, որպեսզի իրանք հերթական անգամ Հայաստանում խոսքի ազատության դեմ ոտնձգությունը չմարսեն եւ չանցնեն հաջորդ դրվագին, որովհետեւ ամեն անգամ իշխանության քայլը ներելու դեպքում իրենք հաջորդ ապօրինությունն են գործում եւ ամեն հերթական անգամ ավելի ապօրինաբար, ավելի խայտառակ դրսևորումներով։ Դիմում ենք ընդդիմադիր գործիչներին։ Սատար կանգնեք մեզ այս գործընթացում։ Մենք անելու ենք հնարավոր ամեն քայլ եւ ունենք, այո, ակնկալում ենք, որ շահագրգռված բոլոր դերակատարները, ընդդիմադիր գործիչները սատար կանգնեն մեզ մեր ակցիաների, տարբեր գործողությունների ընթացքում, որոնք որ մենք պատրաստվում ենք անել այսօրվանից սկսած։ Սա մեր առաջին քայլն է։ Եվ դրանք գրելու են շարունակական բնույթ այնքան ժամանակ, մինչև այս ապօրինությանը վերջ տրվի։ Սա խնդրում եմ դիտարկել որպես դիմում պահանջագիր ուղղված տարբեր կառույցներին, որոնց անունները ես թվարկեցի, եւ մենք բաց ենք քննարկումների համար, հանդիպումների համար։ Մենք ինքներս կնախաձեռնենք այդպիսի քննարկումներ եւ բաց ենք նաեւ հետադարձ կապի համար։ Մեր գործողությունների նախնական պլանը ես ասացի եւ սպասում ենք արձագանքներին։ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը չի լռեցվելու, մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը բանտում են։ Բայց մենք այս պահին ունենք առնվազն հրատապության խնդիր, որովհետև Նարեկ Սամսոնյանը բացի քաղաքական բանտարկյալ լինելուց, ով 1 ամիս 27 օր անազատության մեջ է, նաև այժմ հացադուլի մեջ է գտնվում։ Մեր լրագրող գործընկերներին խնդրում եմ հնարավորության սահմաններում պատշաճ լուսաբանել այս թեման, որովհետև մենք գործ ունենք մարդու կյանքի եւ առողջության հետ։ Եվ պաշտոնապես հայտարարում ենք. Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների ամբողջական պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու դատական իշխանությունը։
Մի անցեք հերթական անգամ այն կարմիր գծերը, որոնք բազմիցս տրորելու անցել եք։ Կանգ առեք։ Մենք շարունակելու ենք պայքարը։ Շնորհակալություն։ Եվ կարճ ուզում եմ ընթերցել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ արված հայտարարությունից մի փոքր հատված, որտեղ ինքը պարզաբանել է իր հացադուլի պատճառներն ու նպատակները։ Մեջբերում եմ Նարեկ Սամսոնյանի Արմավիր քրեակատարողական հիմնարկից գրված հատվածը։ Բոլոր սրտացավ մարդկանց հորդորում եմ հացադուլը դադարեցնելու կոչերի փոխարեն սատարեն, բարձրաձայնեն և բոլորին ցույց տան իմ օրինակն այս հանցավոր իշխանություններին հիշելիս, սրանց խայտառակությունների մասին խոսելիս։ Ինձ համար շատ մեծ օգնություն կլինի վերօրյալ դրսևորումները, ինչի համար նախապես շնորհակալ եմ բոլորիցդ։ Հացադուլի ընթացքում պլանավորում եմ ամանորյա սկզբունքով հանդես գալ հրապարակային հոդվածներով, քաղաքական վիճակի, դերակատարների, գործընթացների և այլ թեմաներով։ Իմ պայքարը շարունակվում է, Աստված օգնական բոլորիս։ Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ։ Սա Նարեկ Սամսոնյանի քաղաքական պայքարի սկզբունքն է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում և հիմա ինքը այս օրինակով ցույց է տալիս, որ շարունակում է պայքարը ամենածայրահեղ պայմաններում գտնվելով հանդերձ։ Շնորհակալություն, մենք մեր ակցիան կշարունակենք իրազեկման երթի տեսքով, երթուղին Ազատության հրապարակից Հյուսիսային Բողոկա, Ամիրյան Բողոկա, Մաշտոցի Բողոկա և կամփոփենք երթը Բաղրամյան Բողոկայում։